Իդեպ դատական նիստի ընթացքում ներկային 20-ից ավել փաստաբաններ, 20-ից ավել։ Ես իմ խոսքում դիմելով Մասիս Մելքոնյանին ասացի, ես համոզված եմ դուք կայացնելու եք կալանքի որոշում։ Բայց եկեք զարմացրեք բոլորիս, զարմացրեք 20-ից ավել փաստաբանների եւ ցույց տվեք, որ դուք կարող եք իրականացնել արդարադատություն։ Շատ հետաքրքիր էր, որ արդեն միջազգային կառույցներից, նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հստակ գնահատականներ են հնչել ապօրինության վերաբերյալ։ Կրկին եմ ասում, ցավով մեզ մոտ քաղաքական հետապնդումները, կալանք բառը վերածվել է մի սովորական երևույթի։ Այս ամենի համատեքստում իրավական առումով ասում ենք, որ պետությունը գնում է դեպի անկում, հա, այսինքն որևէ իրավական գործընթաց չկա։ Ինչ պետք է անել, եթե փաստաբանները բերելով այսքան փաստարկներ որևէ բանի չեն կարողանում հասնել։ Ի վերջո, ինչպես պետք է այս ամենի դեմն առնել, որովհետև յուրաքանչյուր օր մի հոգի կարող է դառնալ ձեր, հա, բնորոշում քաղբանտարկյալ, իրավական տերմինով քաղբանտարկյալ։ Առաջինը պետք է որևէ մի պա չընկճվել, հավատը չկորցնել, վճռականությունը թույլ չտալ, որ նահանջի եւ իրականում իրավունքը գերակայելու է։ Ավելի ծանր վիճակներ միջազգային փորձը ցույց է տվել։ Բռնապետական որևէ մի վարքագիծ հավերժ չէ, արդյունավետ էլ չէ։ Հիմա տեսեք, ամեն դեպքում միջազգային հանրությունից արդեն որոշակի արձագանքներ կան։ Պայմանական մի քանի ամիս առաջ դա չկար։ Վստահ եմ, սա ձնագնդիկի էֆեկտ է ունենալու եւ իրավունքը այո գերակայելու է։ Վարդանյան, դուք մեր ձևով շարժում եք մտել։ Ես եկեք հետևյալ կերպ պատասխանեմ, կարծում եմ մեր հայրենակիցներից երևի ստվար զանգվածը այս ժամանակահատվածում չի կարողանում քաղաքական գործընթացներից զերծ մնալ։ Այսինքն Քոչարյանի դաշինքից, Հայաստան դաշինքից դուրս ես հենց դա եմ ուզում պատասխանել։ Ես երբ պատգամավորական մանդատս վայր դրեցի, ես հետևյալ հայտարարությամբ հանդես եկա, որ ակտիվ քաղաքականությունը դադարեցնում եմ։ Արդյոք զերծ եմ մնացել որևէ մի հանրային մեծ կարևորություն ենթադրող հարցերից, իհարկե ոչ, բայց այն, որ այսօրվա պայմաններում կարծես թե մեր բոլոր հայրենակիցներն էլ ուզեն չուզեն քաղաքական գործընթացների նկատմամբ անտարբեր լինել չեն կարող, դա եւս ակնհայտ է։ Կարծում եմ երևի ամփոփելով ձեր հարցադրման պատասխանս, առաջիկայում ես շատ մանրամասն դրա մասին կխոսեմ։ Այսինքն ձեզ արժանի կտեսնենք ոչ թե Հայաստան դաշինքում, այլ մեր ձևով շարժման։ Եկեք երևի առաջիկայում դրա մասին շատ մանրամասն խոսենք միասին։ Խոստանում եմ նույնիսկ հենց առաջինը ձեր հետ եմ խոսելու, քանի որ հիշում եմ, որ ժամանակին մի հարցի վերաբերյալ խոստացել էի, որ հենց առաջինը ձեր հետ պետք է ունենամ հարց ու պատասխանը, մի փոքր ուշացրել էի։ Այնպես չէ, որ դրժել էի խոստումս, բայց մի քիչ ուշացրել էի, այս անգամ հետևողական կլինեմ։